Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհին ուժեղացված հսկողություն է։ Առաջին հանրապետության ծնունդը գալիս են շնորհավորելու պաշտոնյաները վարչապետի գլխավորությամբ։ Մեր ժողովուրդն այլևս հայրենիք փնտրելու կարիք չունի, հայրենիքը գտնված է։ Առանց ժողովրդի մասնակցությամբ այդ ժողովրդին ուղված խոսքում ասում է Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա 29743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքով Հայաստանը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտությունն է։ Իսկ հիմա պարզվում է ավելի ինքնիշխան եւ անկախ ենք, քան երբ կար Արցախ, չէինք պարտվել պատերազմում, թշնամուն չէինք զիջել երկրի ռազմավարական բարձունքները, Գորիս Կապան ճանապարհի մի հատվածն ու Ալիևի պահանջած 4 գյուղերը։ Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ։ Փաշինյանը, որ ուղիղ 5 տարի առաջ այս նույն վայրում պետական բարձր պարգևներ է շնորհում Տավուշյան մարտերի հերոսներին ու խրոխտ հայտարարում, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում, հիմա այլ մեսիջ ունի։ Ասում է, վերջին 4.5 դարերի մեր պատմությունը, պատմական Հայաստանը մեզ մեկական հիմնական ուղերձ են հղում, չկրկնել այդ պատմությունը, չգնալ իր ճանապարհով։ Իսկ ժողովրդի ընտրությամբ ձևավորված կառավարությունն ըմբռնել եւ իրագործում է պատմական այս ուղերձը։ Արտաքին ուժերի կողմից երաշխավորված անվտանգությունը խաբուսիկ է։ Մենք ինքներս ենք մեր անվտանգության երաշխավորը եւ այդ անվտանգության երաշխավորման գործուն միջոցներն են առաջին հերթին քաղաքական, դիվանագիտական գործիքները, անմիջական հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, հարևանների եւ ոչ թե հեռավորների հետ խաղաղություն հաստատելը։ Վճռական փուլ է մտնում դեպի Հայաստանի հարատևություն, պետական անկախություն, ինքնիշխանություն տանող ընթացքը։ Նախորդող շրջանում ըստ Փաշինյանի անուրանալի հաջողություններ ենք ունեցել։ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի բանակցություններն ավարտված են։ Այժմ մենք Ադրբեջանի հետ երկկողմ խորհրդակցություններ ենք իրականացնում համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ հանգամանքների շուրջ համաձայնությունների հասնելու համար։ Փաշինյանի վստահեցմամբ կորուստների պատմության շրջափուլը հաղթահարված է եւ թեւակոխել ենք ձեռքբերումների պատմության մի խոստումնալից դարաշրջան։ Հոռետեսությունն ու հուսահատությունն այլևս Հայաստանի ուղեկիցը չեն։ Պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Բոլորի շնորհավորում եմ հանրապետության օրվա առիթով։ Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի հանրապետությունը։ Նույն տրամադրությունը չէ արգելապատնեշներից այս կողմ, որտեղ վաղ առավոտից սպասում են ուղերձների հասցեատերերը։ Եթե իշխանությունը վախենում էր սեփական ժողովից, ինչ ինքնիշխանության մասին է խոսքը։ Դա երևույթ է էլի ստե կանգնել եմ անավանդ, որ այսքան ժողովուրդ հավաքվել է ու չի կարողանում ներս մտնել։ Մենք եկել ենք Քարաձոր համայնքից, Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանից։ Կոնկրետ չի պատկերացնում, որ այս ժամի հետ կհամընկնի էլի։ Ամեն տարի չենք կարողանում մասնակցել, բայց այս տարի իմ աշակերտների ցանկությամբ հենց այսօրը ցանկացանք գալ մասնակցել միջոցառումներին։ Դպրոցում մեր պատմիչադասատու շատ կորեկտ բացատրել է եւ շատ հետաքրքիր է բացատրել։ Պատմել է, թե ինչպես են մեր զինվորները հերոսամարտերում իրենց անձնազոհությամբ եւ խիզախությամբ պաշտպանել մեր հայրենիքը։ Շնորհավոր Հայկ պաստառով Սարդարապատի հուշահամալիրում են նաեւ Սյուզին եւ Էվան։ Հիմա ում եք սպասում, ում եք եկել են տեսնելու եղբորը, որը մասնակցում է պաշտոնական միջոցառմանը, զինվորական է։ Ընտանիքի անդամներն ու մայրը շատ կցանկանային թեկուզ հեռվից տեսնել նրան։ Ցավում եմ, քանի որ տոն է եւ ազգը պետք է որ մասնակցի։ Մենք էլ ազգի մի մասնիկը չկարողացանք։ Այո։ Արգելապատնեշը հանվեց, երբ այնտեղից սրընթաց հեռացան քաղաքական վերնախավի ավտոշարասյունները։ Իզաբելլա Հովանեսյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։